Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, ներկայացվում է մասնավոր պանորդական գործունեության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի նպատակն է մասնավոր պանորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումը հետեւյալ 3 ուղղություններով։ Առաջին ուղղությունը ոլորտի որոշակիացումն ու ստանդարտացումն է, ինչի համատեքստում առաջարկվում է օրենքով սահմանել պարբերական ծառայությունների տեսակները, լրացնել տեսահսկման, ինչպես նաև անձնագրման համակարգի միջոցով պահպանության եւ արագ արձագանքման ծառայություններով, ինչը ներկայումս թեև իրականացվում է, բայց օրենսդրական ամրագրում չունի։ Սահմանել մասնավոր պանորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջ, մասնավորապես լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի եւ կամ թիկնապահի հետ կնքված աշխատանքային պայմանագիր։ Սահմանել մասնավոր պանորդական կազմակերպության պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրություն։ Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի բազային դրույքաչափը 500 պատիկի փոխարեն սահմանել 3000 պատիկի չափով, ինչը համահունչ կլինի տնտեսության արդի ցուցանիշներին։ Լիազոր մարմնի կողմից մասնավոր պանորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը եւ պայմանները սահմանող հրամանի ընդունման համար սահմանել լիազորող նորմ։ Հաջորդ ուղղությունը վերաբերում է ոլորտի վերահսկողությանն ու հաշվետվողականության ամրապնդմանը, ինչի համատեքստում առաջարկում ենք օրենքով սահմանել մասնավոր պանորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան, դրա վարելու հնարավորություն եւ դրանում ընդգրկված տեղեկությունների ցանկ, ինչը հնարավորություն կտա ձևավորել անհրաժեշտ եւ բավարար վիճակագրություն, իրականացնել ոլորտի տենդենսների օբյեկտիվ վերլուծություններ։ Հաջորդը վերանայել պանորդական ծառայություններ մատուցելու վայրում միայն պատվիրատուի համաձայնության ստուգում իրականացնելու վերաբերյալ դրույթը, բացառություն նախատեսելով միայն բնակարանների կամ բնակարանի հավասարեցված վայրերի համար։ Նախատեսել մասնավոր պանորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ։ Եվ երրորդ ուղղությունը վերաբերում է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշ խստացումների, որի ապահովման համար առաջարկում ենք վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսել զանցանք, այն է մասնավոր պանորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ 3-ից ավելի թիկնապահով ուղեկցելը, սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ։ Խստացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պանորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը։ Շնորհակալություն, այսքանը